Հարկ Հիսուսին, եթե դու ունես Աստվածաշունչ, գնանք Ղուկասի ավետարան 14-րդ գլուխ։ Տասնչորսերորդ գլուխ եւ կկարդամ 15 խոսքից։ Սեղան նստողներից մեկը, երբ լսեց այս խոսքերը, ասեց նրան. Երանի նրան, որ Աստծո թագավորության մեջ հաց պիտի ուտի, ինքը ասեց նրան. նայեք, բոլորս ասում ենք, չէ՞, Երանի Աստծո տանը լինենք, Երանի երկնքում լինենք։ Գիտեք, երբ որ ես 50-ական եկեղեցում էի, շատեր էսպես էին ասում. մտնեմ մենակ երկինք, դռան հետև դե նստեմ հերիքա։ Մենակ մտնեմ երկինք, դռան հետև նստեմ հերիքա։ Մի բան ասեմ, ես չեմ ուզում։ Ես չեմ ուզում մտնեմ երկինք, դռան հետևը նստեմ ու վերջ։ Մենք ասես, բա ինչ ես ուզում։ Ուզում եմ գահի թաղամասում միտեղ տուն ունենամ։ Ես տենց եմ ուզում։ Մենք ասես, հա, դե դու հպարտ ես, քիթդ բարձր է, չէ։ Չէ։ Եթե իմանաս այդ թաղամասի մարդիկ ինչ ճանապարհ են անցել, կհասկանաս։ Այն նահատակները, այն հալածանքները, այն արենայի մեջ արուստները կռվողները։ Այդ են չի որ սաղորը ոտի վրա գցած Facebook արը, հետո հայտնվել եք բանի թաղամասում։ Նշանակություն ինչ ասում Տիրոջ խոսքը։ Եվ ինք ասեց նրան, մի մարդ մեծ ընթրիք պատրաստեց եւ շատ մարդիկ հրավիրեց։ Որոշված ժամանակին ուղարկեց իր ծառան, որպեսզի հրավիրաները կանչի։ Եկեք, որովհետեւ արդեն ամեն բան պատրաստ է։ Հիմա նայեք։ Ինչի՞ չես ուզում Կիրակի օրը գնաս, վերցնես քո հոգեվոր հացը։ Որտեղ դու մտածում ես, ես ինտերնետում լիքը հաց ունեմ, որ կարող եմ ուտել։ Համաձայն եմ։ Հիմա մի հատ հարց։ Քանիստ եք ինտերնետով տեսել, որ խորոված են անում։ Ուզում եմ ձեր ձեռքը տեսնել։ Բոլորը տեսել են, վաու։ Իսկ մի հարց տամ ձեզ։ Հոտը զգացել եք։ Իսկ համը։ Ինչու՞։ Ինչու՞։ Բայց չէ՞ որ տեսնում եք խորովածը։ Գիտեք ինչ ամենահետաքրքիրը։ Որ Աստված ուզում է կենդանի հաղորդակցություն։ Կենդանի հաղորդակցություն։ Գիտես, երբ որ դու նայում ես ինտերնետով այդ ամենը, ոչ ոք չի գալիս օրինակի մար, ձեռքը դնում քեզ վրա, ու գիտես սկսում աղոթել, ու Տիրոջ ներկայությունը իջնում է։ Երեք աղոթքի մի քույրիկ կար, ու սրտումս եկա, որ մոտեցի իր համար աղոթի։ Ես մոտեցել եմ, ձեռքերս դրել եմ իր վրա, ու սկսել եմ աղոթել։ Եվ ինքը դες նամակ ագրազել, որ դու ձեռքերը դրեցիք իմ վրա։ Այնպեսի զգացում էր, որ Հիսուսն ինձ գրկել է։ Ասեմ, փառք Հիսուսին։ Գիտեք, իրականության մեջ, երբ որ մենք ապրում ենք երկնքի հետ, ապրում ենք Քրիստոսի հետ, այդ դեպքում մենք այդ հարսանիքին մասնակից կլինենք։ Եվ շարունակություն ինչ ասում։ Ասում է ծառան գնաց հրավիրներին կանչի, եկեք, որովհետև արդեն ամեն բան պատրաստ է։ Ամենքը սկսեցին հետ քաշվել։ Հիմա ձեզ հարսանիքի հրավեր է արվել։ 4 օր խնջույք է լինելու։ Դոր զուրնա լինելու։ Եվ դու որոշել ես հարսանիքի լինես, թե չէ։ Միգուցե մեկ ասի հովիվ, այս սկզբից ուրիշ տեղ եկար, հետո քարոզոտ ուրիշ բան ես ասում, որ էլ փախնելու տեղ չունեն, քամլիցի։ Ոչ։ Ասում առաջին ասես նրան, ես արդ եմ ծախոառը ու պետք է գնամ, տեսնեմ նրան, աղաչում եմ ինձ հրաժարված համարի։ Գիտեք ինչքան մարդիկ կան, որ այսօր կարող են այստեղ լինել, բայց արտում են։ Ու գիտեք ես տեսել եմ մարդիկ, որոնք որ թողել են եկեղեցին, թողել են ծառայությունը, թողել են այս ընթրիքը, որը որ Տերը պատրաստում է, ու զբաղված են եղել իրանց անապազորյա հացով։ Ոչ թե սկսել են վերել կապրել, այլ գնալով հայրեջքի միջև։ Գիտեք ամենահետաքրքիրը որն է։ Որ ես ընդամենը աշխատում եմ շաբաթը 3 կամ 4 օր։ Մնացած օրերը այստեղ եմ։ Բայց մի բան ասեմ, մարդու չասեք, ես օրհնված եմ։
Տերը 3-4 օրվա մեջ ինձ այնքան օրհնում, որ ես կարողանում եմ իմ ընտանեկան բոլոր ծախսերը հոգալ։ Հələ մի բան էլ ավելանում է, երբեմն կարողանում եմ մարդկանց օրհնել։ Դեք ի՞նչն է հետաքրքիր։ Ասում հրաժարված համարի մեզ, որովհետև ես գնում եմ արտ։ Մյուս ինչ ասում։ Մյուս ասեց 5 զույգ ես եմ ծախու առել։ Գնում եմ որ փորձեմ, աղաչում եմ ինձ հրաժարված համարի։ Նայեք։ Մարդը բիզնես է դնում։ Ասում խնդրում եմ ինձ հրաժարված համարեք, որտեվ ես բիզնես եմ դնում։ Նոր սկիզբ է, դե Հովիկ ջան հասկացի էլի, նոր սկսել ենք այս բիզնես, ես պիտի տեղ ելնեմ, ես չեմ կարա տեղ ելնեմ։ Ինձ մերժված համարեք։ Ու հավատացեք, այդ մարդիկ հետո բիզնեսը տակ են տալի։ Իրականում տակ են տալի։ Որովհետև հրաժարվում են մասնակցելու խնջույքին։ Բայց երբ որ դու քո բիզնեսը այդ պահին թեկուզ ստոպ ես տալիս, մասնակցում ես խնջույքին, հետո գնում ես չգիտես ոնց բիզնեսը ծաղկել է։ Միգուցե մեկը լսելով մեզ ասի, գիտես բան էր կա։ Այո։ Այո։ Ինչի, որովհետև ել եմ ասում, ես շաբաթը 4 օր եմ աշխատում, 3 օրով ժամանակ ելնում աշխատում եմ։ Տեր այն ձևի ինձ օրհնում, որ ես իմ ամբողջ շաբաթվա բոլոր ծախսերը փակում եմ։ Ամսվա ծախսս փակում եմ, մի բան էլ ես ավելցուկ եմ ունենում, կարողանում եմ լիք ուրիշ բաներ անել։ Գիտեք ի՞նչն է հետաքրքիր։ Ինչ ենք մենք Աստծուն սահմանափակում։ Ինչ ենք մտածում, որ եթե ես հենց հիմա էսի չարեցի, վերջ։ Սոված մեռնելու եմ։ Ո՞վ ասում։ Ասում են նայեք դաշտի շուշաներին։ Ուզում եմ հատ հարց տամ, քանի՞ թե շուշաների պես հագնում եք։ Կամ մարդիկ ովքեր ու մեզ լսել եք, ուրեմն ձեզ հայլու մեջ նայեք տեսեք, քանի՞ թե շուշաների պես հագնվում։ Ասում եմ որ նրանց հագցնում եմ, եթե ձեզ չեմ հագցնելու։ Մեկ բան ասեմ, միշտ հիշեք, եթե մեկը ուզում է ձեզ մի բան օրհնի, ձեր մի թափեք։ Հո, չէ, ինչ նեղություն, ես չեմ ուզում, չէ, չեմ ուզում, դիրջեբես չեմ ուզում։ Գիտեք, մի արեք այդպես։ Վերցրեք ձեր օրհնությունը եւ ձերքերները բարձրացրեք ու Տիրոջ ասեք շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ դու ինձ օրհնում ես։ Գիտեք այդ առակը որ մեկը աղոթում է Տիրոջից փողոզում, այն մեկը սատանան ասում է դևին ասում է լեսի տարտու տենան կվերցնի։ Շատ կարճ եմ ասում, տանում դարձում Տեր ջան, այնքան շնորհակալ եմ, որ դու ուզում ես օգնես ադամերին ես օգտագործում ինձ օրհնում ես։ Գիտես, այնքան կարևոր է ամենը, որ ես դու հասկանաս, որ մենք Աստծո զավակներ ենք եւ Աստված իր երեխեքի համար հոգ է անում։ Սելի ծնողներ, միթե ձեր երեխաների համար դուք հոգ չեք արել։ Դուք ձեր երեխա համար հոգ չեք արել։ Թողել եք ինքնոսենց ինքնաձեռքս գնացել են։ Միջև հիմա էլ անում են։ Բայց ինչի՞։ Ինչի՞ եք անում, կարող եք ինձ ասել։ Որտե ձեր երեխեքն են։ Ավետանը գիտեք ինչ ասում, ասել դուք չար եք ու մարդկանց բարի բաներ անել գիտեք, որքան առավել հայրը։ Այդ դեպքում մենք ինչ ենք սահմանափակում մեր հորը, որ ինքը չի կարա մեզ օրհնի։ Շարունակություն ինչ ասում։ Մյուս ասես կին եմ առել, դրա համար չեմ կարա գամ։ Ես էլ նե ծառայդ եք ասեք կնկատ գալ արի։ Գիտեք, ամեն ինչի մեջ մարդը կարող է պատճառ գտնել։ Ամեն ինչի մեջ մարդը ուզում է ինչ-որ բան, գիտեք ինչ անի, ցույց տա, որ իմ մերժված լինելը, հրավերքը մերժելը, ես ավելի կարևոր բան ունեմ։ Գիտեք հիմիկվա ժամանակահատվածում մարդիկ մտածում են այսպիսի մի բան։ Ես չեմ կարող գալ, ասում ես ինչի, գործի եմ։ Գործի եմ, գործի եմ, գործի եմ, գործի եմ։ Աշխատանքս ո՞ց թողնեմ, հովիվ։ Իսկ ով ասում որ հովիվ ասում աշխատանքը թող։ Հովիվը չի ասում աշխատանքը թող։ Բայց դու կարող ես որոշել, որ ժամանակ ինչ անել։ Քո գրաֆիկը կարող ես կառուցել եւ ասել, գիտես, ես Աստծուն պիտի տամ, կայսերին պիտի տամ։ Եվ մարդը ասում է, ես աշխատանքի եմ։ Կարծես իմ համար այսպեսի մի բան է։ Մարդը երբ որ ինձ նամակագրում, հովիվ ջան, ես աշխատանքի եմ, չեմ կարող գալ, ոնց որ այդ աշխատանքը բանել են անցաթղթեր կան, որ գնում ես տիտ անցարներս։
Գիտեք, հələ գլուխը բարձրացրել երկինք ասա Տեր ջան, աշխատանք եմ, դրա համար չեմ ուզում գա, դες երկրից ինչ պատասխան կգա։ Հովը քո նման մարդ է։ Ավել բան չի։ Քո նման մարդ է։ Եկել ունի 2 հատ դու էլ ունես, 5 հատ քիթ դու էլ ունես։ Այնպես չէ որ հովի վրա 5 հատ քիթ կա, 8 հատ ականջ։ Պատկերացնում եք ձեր հովին այդ վիճակում։ 6 հատ բերան ամեն մեկը մի բան է խոսում։ Երեք իմ աղջիկը մի նկար ուղարկեին, ասում է պապ 6 դրնանի Mercedes տեսել ես։ Ասում ինչքան գիտեմ լիմուզինը Mercedes-ի տենց կա։ Նկարով ասում է առաջի անգամ 6 դրնանի Mercedes-ին դες ասել ոչինչ, բավոր 6 բերանի 6-ը բերանալուց մարդ տենաս։ Ամեն մեկը մի բան է խոսում։ Ու գիտեք հաճախ դա մեր կյանքն է։ Հաճախ դա մեր կյանքն է, որովհետև մեկը քո ականջի տակ ուրիշ բան է խոսում, այն մեկը ուրիշ բան է խոսում, մեկը գլխիդ վրա ուրիշ բան է խոսում, մեկը տակից գորում ասում է ացի փոկտաս։ Ու դու չգիտես որի լսես։ Գիտեք ես մարդը այդ կարգավիճակում էր։ Ասում է ծառան գալի տիրոջը պատմում է բոլորի ասածները նայել բարկացավ տանտերը եւ ասեց իր ծառային շուտով քաղաքի հրապարակներն ու փողոցները ելիր աղքատներին, պակասավորներին, կաղերին, կույրերին այստեղ մցրի։ Հիմա նայեք, շատերը այսօր կանչված են այս գյուղում, մյուս գյուղում, այն մի գյուղում, այն մի գյուղում, այն մի քաղաքում, որ իրանք լինեն Աստծո տանը։ Ու երբ որ իրանք մերժում են, ասում է դուրս եկեք փողոցները ում գտնում եք ներս բերեք։ Ու մենք դուրս են գալի փողոցից գտնում ենք մեկին, որը մի հատ հարց տամ էլի, քանիստ եք մուրացկան տեսել։ Բոլորը։ Իսկ քանիստ եք իրան մի քիչ ավելի մոտիկից տեսել։ Բոլորը։ Ու սենց անուշ օտանելիքի օտա գալի, չէ իրա վրա, սենց ես ամասպես։ Սենց օտանելիքի օտ մեկ չգիտեմ վերջի անգամ երբ եմ քաշել։ Ասում է հելեք դուրս, պակասավոր, կաղ, իում գտնում եք բերեք ստեղ։ Ու մեկ էլ այդ թվացյալ ոնց ասեմ, լավ դիցուի ասեմ, հա։ Գալիս է, «Յա, այս ինքն էլ է եկեղեցում, էլ է շեմ գայս եկեղեցին»։ Հետ չես զգաս։ Դու հրավիրված էիր ընթրիքի, չեկար ընթրիքի, Աստված ուղարկեց, հավաքեց ամեն մեկին, մեկը իր ընթրիքը պետք է լինի։ Բայց երանի քեզ, եթե դու քո տեղը ունենաս։ Երանի քեզ, եթե դու այդ սեղանին դու նստած լինես աթոռին սեղանի կողքը։ Եվ գալիս է ծառան նորից ինչ ասում։ Մի պահ հետո ծառան եկավ ասես Տեր, ինչ հրամայել ես արել եմ, բայց տակավին տեղ կա։ Քանիստ եք ասել Տեր ուզում եմ քեզ ծառայեմ։ 5, 6 հոգի, 8 հոգի, 10։ Ասել եք ուզում եմ քեզ ծառայեմ։ Հիմա ես ձեզ եմ ասում։ Ասում է ծառան գնաց, ասեց տեղ կա։ Հիմա նայեք, ովքեր ու ձեր բարձրացրիք առաջինը ձեզ ավեր։ Տեր ասեց ծառային, գնա ճամփաները, ցանկերը, գտածները, ստիպի որ ստեղ կա։ Քանի որ Ջուլին մի քիչ երիտասարդ է, էքսպերիմենտը իր վրա եմ անելու։ Արի։ Ահա։ Ասում է գնա, ովքեր որ ձեր բարձրացրեցիք, հիմա խոսքը նորից եմ ուզում կարդալ։ Ասում է Տեր ասեց ծառային, գնա ճամփաները, ցանկերը, ում գտնես, ստիպի որ այստեղ մտե, որպեսզի տունը լցվի։ Ահա։ Հիմա նայեք, Ջուլին քայլում է փողոցով։ Ահա, ասում է ստիպի, բռնում եմ իրան, դու պետք է գաս։ Պետք է գաս, որովհետև պետք է լցվի տունը, սեղանները պետք է դատարկ չլինեն, դու պետք է գաս։ Ասում է ստիպի, բեր նստացրա։ Հիմա կասես ինչ ա, մարդկանց բան անեմ, հոգնեցնեմ, չէ։ Գնա մարդկանց պատմի Հիսուսի մասին ու իրենց ցույց տուր իրական խնջույքը ու իրանք կգան։ Ասում է ստիպի, որովհետև շանով ասում է, որ այն տունը լցվի, որովհետև ասում եմ ձեզ, այն հրավիրվածների մեկն ալ ընթրիքի սամը պիտի չառնի։ Դուք հասկանում եք Տեր ինչ խիստ է դնում այդ ամենը։ Տեր այդ ամենը խիստ է դնում։ Ոչ մեկ ասում ընթրիքի սամը պիտի չառնի։ Հետո դու ձեր բարձրացիր ու ասիր, ես ասել եմ Տեր, ուզում եմ քեզ ծառայեմ։ Այս խոսքը քեզ ասում է, գնա փողոցները, չգիտեմ, ցանկապատերը, դաշտերը, խանութները, չգիտեմ, որտեղ ուզում ես գնա։ Գտի մարդկանց ու բերիմ տունը։
Ինչ եք մտածում, ծառան քանի գլխաներ որ իր տիրոջ ասածը չանեն։ Ամեն քանի գլխանենք որ չենք ուզում տիրոջ ասածը չանենք։ Գիտեք, սա այնքան կարևոր է, որ ես ու դու մասնակից լինենք այն խնջույքին, որը որ Տերը պատրաստել է։ Ուզում եմ հատ հարց տամ բոլորիդ, կամ այն մարդիկ ովքեր որ մեզ կլսեք, քանիստ եք պատրաստվել հարսանիքի, որ հարսանիք գնաք։ Հələ չեմ ասում որ ձեր հարսանիքն է։ Հարսանիք գնաք։ Ահա, մի 10 հոգի պատրաստվել է, այն մնացածը չէ, հարսանիք չէ գնացել, չէ՞ ոչ մի անգամ։ Ծիծաղում են։ Ինչի՞ չեք ձեր բարձրացնում։ Հիմա նայեք։ Հատկապես աղջիկները արդեն 2 ամիս առաջ գնում են խանութները, ասում ես ուր ես, գնացել եմ շորիկ առնեմ, ասում ես պահարանդ բացում ես 36 հատ շորիկ կա, ասում ես չէ, այդ 36 շորիկը 36 հարսանիքի հակել եմ, 36 հատ նկար ունեմ այդ շորիկներով, հիմա ես մի հարսանիքի շորիկը պետք է բոլորովին ուրիշ լինի, կա չէ տես բան, հարսանիք են գնում, 3 անգամ հակած կաշտումը տղամարդիկ էր, չէ տղամարդիկ հակնում են, չէ շոր չունեմ, մարդը գալիս է տուն կնիկը բողոքում է, շոր չունեմ, հայ կնիկ էլ պահարանում շորերի դարդից տեղ չկա, մի այսքան անկյուն իմնա մնացածը սաղ քոննա, բա հարսանիք եմ գնում, նոր շոր չակնեմ, բանդեղ վարդուշի հարսնել է լինելու, բա ես, ինչով եմ պակաս վարդուշի հարսից, որ չհակնվեմ լավ եմ, խեղճ մարդ, 36 հատ գիշերային, մենք վեչերն ենք ասում, չէ, վեչերնի հագուստ ունի, 37-րդն էլ է ուզում, պատրաստվում եք, համաձայն եք, պատրաստվում եք հարսանիքի, հագնում եք, չէ, ես կոշիկը չվրնեց, եսի բարձակրուն գա, ոտքերս երևում են, ցածրակրուն պտի աչեսի չեղավ, 3 հատիկ էլ սնց կոշիկ եք վերցնում, 3 հատ էլ սենց պահուստային հագուստ, եկել են բաներ կան, ցիրկաշներ կան, եկել հոպ են անում շորերը փոխված, մի հատ գնում է աղջիկը տուալետը հետ են գալիս, լրիվ ուրիշ մարդ են, մեկ հատ օբանով սա լրիվ փոխված, խեղճ տղամարդիկ, մի կաշտումով գնում է, շատ կաշտում անում, բենան շատ կա մնում վերեք ու վերջ, հետի հանգարց պատաբար մի բան է թափվեց վերեքը, վсё, վերջ, ես քուրիկները մի հատ գնացին փոխվանեկան, հետո մի հատ էլ գնացին փոխվանեկան, իսկ ամենավերջում հագնում եմ հարդ կոշիկներ, որպեսզի տաշի միջև վերջում դիսկոտեկային բաներ։ Հիմա նայեք, ինչ հետաքրքիր պատրաստվում եք, համաձայն եք։ Այդ դեպքում մենք ինչի չենք պատրաստվում այն խնջույքին, որը որ Տերը կանչել է մեզ իր որդու հարսանիքին, որ մենք լինենք։ Սերի քուրեր, հարսանիքից առաջ դուք գնում եք հերթագրվում եք ձեր մազերը սարքելուն։ Այս մազերը սարքել տեղից հետո գնում եք ձեռքերը սարքելուն, ձեռքերը սարքելուց հետո գնում եք լավ, ստոպ, չենք խորանում, որ մեկ օր, մի քանի ժամ, բոլոր ասեն, վաու, տեսակ վարդուշի հարսին, ինքը ամենալավագույնն էր,